Հարգելի ստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցել են գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի հետ։ Շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար, պարոն Պողոսյան։ Բարձր շնորհակալ։ Պարոն Պողոսյան, Շիրակի թեմի առաջնորդը Միքայել Սրբազանը վերադարձավ կրկին Գյումրի, ինչպես զգացողություններ, ինչպես դիմավորեց հանրությունը նրան, ասում էր, որ Գյումրին կարոտել եմ ու առաջնորդ առան շտապեց։ Հետաքրքիր զգացողությունները հանրության։ Գիտեք, ես ցավոք առավոտվանից եղել եմ Երևանում, չեմ հասցրել այդ պահը վայելել, բայց ինչպես տեսա համացանցում տարածված տեսանյութերից, այո, հավատավոր ժողովուրդը իրեն մեծ ցնծությամբ, մեծ ուրախությամբ ընդունեց, ինքն էլ շատ ուրախ, ինչի համար բնականաբար մենք էլ ենք ուրախանում, բայց այդ ցավը այն է, որ մենք սկսել ենք ուրախանալ շատ փոքրիկ պատառիկներով եւ այդ ամեն ինչը շատ լավ գիտակցում է այսօրվա այդ թուրքական իշխանության ներկայացուցիչները եւ իրենք փորձում են դրա վրա աշխատել եւ փորձում են դրանով մեզ մի փոքր էլ նորից շեղել։ Ինչի պիտի Սրբազանը նախ կալանավորված լիներ, որ այսօր մենք ուրախանայինք, որ ինքը կարողացել է վերադառնալ տուն թեկուզ տնային կայլանքի պայմաններում։ Այսինքն, եթե մենք նայում ենք, Միքայել Սրբազանին ընդամենը կալանավորեցին նրա համար, որ ինքը սիրում էր Հայաստանը, ինքը սիրում էր Արցախը եւ ինքը հավատարիմ էր իր եկեղեցուն, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Իսկ խոշոր հաշվով կրկին ցավով արձանագրեմ, որ Միքայել Սրբազանը դերևս ազատազրկման մեջ է, դերևս սահմանափակումներով է։ Կալանքի մեջ է եւ հանդիպելու հնարավորություն չկա։ Իհարկե չկա այդ հնարավորությունը, այստեղ միակ լավատեսական բանը, որ կարող է լինել, ինքը գուցե կարողանա Պադուհանից նայել իր սիրելի 7 վերք, Սուրբ 7 վերք եկեղեցում, այսինքն միակ լավ բանը, որ իր համար կարող է լինել, սա է, որովհետև տնային կալանքը ինքնին նույն կալանքն է, էլի բազմաթիվ սահմանափակումներով, բազմաթիվ դժվարություններով եւ առավել եւս նման մարդուն։ Այսինքն Միքայել Սրբազանը ինքը հոգով շատ ազատ մարդ էր եւ պատկերացրեք իրեն այսքան ամիսներ պահել ԱԱՑ-ի այսպես ասած պատվալում եւ հետո բերել նաեւ այստեղ Նիկոլի երևի նենգությունն ու տաժանությունն է կար, հա, իրեն բերի հասցնի 7 վերք եկեղեցու մոտ, բայց հնարավորություն չտա, որ ինքը կարողանա քայլել։ Բայց ինչպես շատերն են ասում, Միքայել Սրբազանը անգամ ԱԱՑ մեկուսարանից էր իր ուժը, այսպես ասած, ցույց տալիս իր պայքարը, այլ հենց Գյումրի գարներ։ Իր պայքարը Գյումրի գալը չէր, իր պայքարը Արցախ գնալն է։ Իր պայքարը հայ առաքելական եկեղեցու ազատ եւ անխոչնդոտ գործելն է։ Ես տեսեք հետաքրքիր բան ասացիք իր Գյումրի գալու հետ կապված, ես հիշեցի 2020 թվականի նոյեմբեր ամիսը շատ ծանր շրջան բոլորիս համար, նոյեմբերի 9-ից հետո այդտեղ միջոցառում էինք կազմակերպել մոմավառություն ամբողջ Հայաստան այդ ժամանակ այսպես տագնու վրա այլայլվում էր, այդ ցավից գալարվում էր, զանգահարեցի Սրբազանին, ասի մոմավառություն անենք, ինքը մի անգամից ձայնս լսելով սկսեց գոռալ, ու ոչ թե ինքը իմ վրա էր գոռում, այլ ինքը ցավից էր գոռում, եւ ինքը ասում էր, գիտես, ես դուք բոլորդ կործանեցիք իմ Շուշին, ես իմ Շուշին եմ ուզում, դուք կործանեցիք, դուք հանձնեցիք, ես դժվար թե այդքան կյանք ունենամ, որ նորից կարողանամ գնալ, այդ դա բերեք, ինչի հետևից եք, այսինքն այդ մարդու մեջ այնքան ցավ կար առ իր հայրենիք, այնքան այսպես այդ գոռոցը, իր գոռոցը չէր, դա իր հոգու ճիշտն էր, հոգու գոռոցն էր։ Այ այսօր մենք խապենք, ասենք Սրբազանը լավ է եկավ հասավ Գյումրի եւ իր հոգին ավելի այսպես հանդարտ հանգիստ կլինի, ոչ, այդ մարդը ինք ուրիշ տեղ ունի գնալու։ Ինքը ուրիշ տեղ է տենչում, ինչպես հայության մեծամասնությունը։ Եվ այդ հավը այն է, որ այսօր Հայաստանում իշխանությունը վերցրել են մարդիկ, ովքեր անհաղորդ են ցանկացած նվիրական զգացումի։ Այսօր մեր երկիրը տանում են կործանման մարդիկ, ովքեր բացահայտ ձևով ադում են բոլոր նրանց, ովքեր հայ են, բոլոր նրանց, ովքեր հայրենասեր են, ադում են այն բոլոր արժեքները, ինչը հայկական է։ Այդ հրա վառ ապացույցը այսօր 4 եպիսկոպոսի կալանավորումն է։ Այսինքն այդ կան իրենք այն խայտարակ պատմություններ սարքեցին Արշակ Սրբազանի հետ, որը որևէ կերպ չհիմնավորվեց, հետո գնացել են ամենաէժան կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում
Իսկ абսուրդ է, այսինքն նման Հայաստանի նորանկախ պատմության շրջանում սկսած 91 թվականից մինչև այսօր նման խայդառակություններ, նման խայդառակ կերպով գործարկել եւ արհամարել Հայաստանի սահմանադրությունը, Հայաստանի օրենսդրությունը նման բան երբեք չէր եղել։ Նույնիսկ իշխանի տարբեր նախագահների օրոք եղած խնդիրները քննադատեմ, բայց որևէ մեկը չի կարող հիշել, որ այս կարգի արհամարվել է սահմանադրությունը։ Պարոն Պողոսյան, նայեք Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է, մտավախություն ունեմ, որ Էջմիածինը, հա, կաթողիկոսությունը տեղափոխելու են Էջմիածնի գանձերն էլ հետո այս ամենը այս նպատակով է կարելի ասել անում։ Այսինքն ասում եմ, ես ամեն ինչ անելու եմ, որ թույլ չտամ։ Տեսեք, ինքը մտահոգություն ունի մայրատորի գանձերի վերաբերյալ, հա։ Իսկ մտահոգություն չուներ Ղազախ եկեղեցին հանձնելուց։ 100-ից ավելի եկեղեցիներ ինքը Արցախում հանձնեց, դա մտահոգություն չէր։ Հազարավոր գերեզմաններ հանձնեց, մտահոգություն չէր։ Դե եթե իրենը մտահոգություն է, մեր կողմից արդեն կա գրանցված փաստ, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է հարյուրավոր եկեղեցիներ։ Մի բան է մտահոգությունը, մի բան է գրանցված փաստը։ Կա գրանցված փաստ, որ ինքը հանձնել է հազարավոր գերեզմաններ, որ ինքը հանձնել է հարյուրավոր շեներ եւ քաղաքներ։ Հազարավոր տղաների կյանքն է ինքը ոչնչացրել է։ 100,000-ավոր մարդկանց հոգիներին է ինքը ավիրել, որոնք այսօր նույնիսկ ամեն ինչ ունենալով հանդերձ չեն կարող երջանիկ լինել։ Հիմա մտահոգությունն է կարևոր ինչ թե մեր գրանցած փաստերը։ Կամ ինչպես, այսինքն հասկանում եք, դա այն մարդու ամենաէժան դրսևորումն է, հա։ Ոնց որ ես ձեր համար ավելի շատ մտահոգվում, քան ինքներդ դուք։ Այսինքն ինքը ավելի եկեղեցական է, քան մեր վեհապար հայրապետը կամ մեր մյուս սրբազանները։ Իդեպ եթե լսեցիք Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ռուսական պարբերականի տված հարցազրույցում, այսպես ոչ ուղիղ, անուղղակի կերպով, ինչ որ համատականներ տանելով, այսպես ասում էր, որ Հայաստանում հոգևորականներ 3-4 հոգևորական կա, ովքեր մանկապղծության ու նման ծանր մեղադրանքների մեջ են թաթախված։ Ու ոնց հասկանում ենք, ոչ քրեական վարույթ կա, այս մասով որ հասկացվի ով է ու մասն է խոսում։ Եթե առավել եւս նման բարձր պաշտոն ունեցող անձը, եթե հայտարարում է, որ նման բան գոյություն ունի, նախ ինքը պետք է հայտարարեր։ Ինքը կոնկրետ պետք է օգտագործեր իր բոլոր ունեցած լծակները, հնարավորությունները եւ այդ ամեն ինչը պետք է հանես ջրի երես եւ այդ ձեր ասածի նման ոչ միայն պետք է քրեական վարույթ արդեն նախաձեռնված լիներ։ Իրենք 8 տարի ժամանակ էր ունեցել, իսկ այդ 8 տարին ինչ էր արել։ Եթե կար նման բան, թող ինքը այդ 8 տարի առաջ արդեն այդ հարցը կարգավորած լիներ։ Ալեն Սիմոնյանը ընդամենը ժամանակին իր ամենալավ բնորոշումը տվել է Դանիելյան Արթուրը, հիմա չեմ ուզում ձեր եթերից ասել ինչ էր Արթուրն իրեն անվանել, ինքը այդ տեսակն է, ինքը այդ տեղն է։ Այ հետևանքները սրային էլ միջազգային մամուլում այս նման հայտարարությունը ընդհանուր ստվերը գցելով բոլոր հոգևորականների առհասարակ եկեղեցու։ Ձեր կարծիքով միջազգային մամուլը կարտացողներից որևէ մեկը լուրջ կվերաբերվի Ալեն Սիմոնյանին, կամ Ալեն Սիմոնյանը թիմակիցներին որևէ մեկը լուրջ կվերաբերվի։ Առհասարակ պրակտիկայում է կա, չէ՞, անբարոյականները, մարմնավաճառները իրենք սովորաբար բոլորին անբարոյ եւ մարմնավաճառ են հայտարարում, բնորոշում, բայց իրականությունը այդպեսին չէ, մարդիկ բնականաբար չեն հավատում։ Սա կեղծ հերթական թեզերից մեկն է, օրինակ Շիրակի առաջնորդարանը, երբ որ խուզարկում էին, այնտեղ իմ կակնաձև ոստիկաններից մեկը, բավականին բարձրաստիճան, ում ես ամոթանք տվեցի այդտեղ գտնվելու համար եւ ինքը փորձեց Ալենի պես այդ համապատասխան տղու որակավորում ունեցող մեկն է ինքն էր, փորձեց արտարանալ պատուկիդես, օրինակ հոգևորականները, չգիտեմ, խմպակային սեռական հարաբերություններ եւ այլն, ես մի անգամից ասի, երևի քեզ էլ են քծե մեջները, դու դրանից լավ գիտես։ Գուցե Ալենին էլ են ինչ որտեղ քծե մեջները, ինչ որ բան են արել ու իրեն թվացել է, որ դա հոգևորականներ են։ Իդեպ այդ իմ ասած ոստիկանը վերջերս շատ ծանր պատժվեց, որի համար ես ուրախ եմ, Աստծոց ինքը իր պատիժը կդավ։ Այո, բաժնի պետերից մեկի տեղակալն էր, ով շատ ծանր պատժվեց, ինչի համար այո շատ ուրախ եմ, որովհետև նմանատիպ սեղպապիղծ այն բանի տղաները իրենք պետք է միշտ պատժվեն եւ հուսով եմ այդ պատիժը Աստծոց նաեւ Ալեն Սիմոնյան ու Ալենի նմանները ստանալու են։
Պարոն Պողոսյան, նաև ուզում եի խոսենք ԱՄՆ փոխնախագահի այցից։ Եթե այսպես ընդհանուր ամփոփենք արդյունքները, համաձայնագիր կնքվեց, միջուկային խաղաղ օգտագործման վերաբերյալ, ԱԹՍ-եր ԱՄՆ փոխնախագահի հետ բերել լուսանկարեցին, հրապարակեցին, ներդրումների մասին են խոսում, եթե այսպես արդյունքները ընդհանուր հաղորդագրությունների նայենք, բավականին այսպես արդյունավետ հանդիպում էր։ Սա ընդ որում ասում են, որ սա նախադեպ է, տեսեք 30 տարի չի հաջողվել բարձրաստիճան պաշտոնյա Ամերիկայի գա այստեղ նոր։ Եթե անհրաժեշտություն լիներ, ես կարծում եմ Հայաստանի նախկին իշխանությունները կարող էին, չգիտեմ, լուսնիցը մարդ բերել այստեղ։ Ուրեմն այդ անհրաժեշտությունը չի եղել, որովհետև իրականում չկար ինքնանպատակ գործողություններ, կար կոնկրետ պետական շահ։ Իսկ այսօր կա ընդամենը Facebook-ում նկարներ ունենալու եւ լայքեր հավաքելու մոլուցք, ինչը շատ հաջողությամբ կարողանում է իրականացնել Փաշինյանը։ Իսկ եթե ընդհանուր մենք փորձենք գնահատել, ես կգնահատեմ եւ գնահատել եմ մինչեւ սպա ոչ թե այցելություն, այլ Վենսի արշավանքները տարածաշրջան։ Այսինքն ինքը եկել էր արշավանքների, ինքը եկել էր ամերիկյան շահը առաջ տանելու։ Ինքը չէր եկել, բնական է։ Բնական է, այո, բայց մի բան է, երբ որ փոխշահավետ ինչ-որ գործողություններ են լինում եւ մի բան է, երբ որ միակողմանի շահավետության մասին է խոսքը գնում, իսկ սա միակողմանի շահավետություն ապահովող հարցեր, ինչը հիմա կմանրամասնենք, միևնույն ժամանակ ես առաջին անգամ հասկացա, որ Հայաստանը վերածվել է միջանցքի, որովհետև Վենսը ուղղակի եկել էր այստեղ որպես միջանցք հանգրվանելու, որովհետև ինքը շատ ավելի կարևոր փաստաթղթեր ուներ ստորագրելու Ադրբեջանում։ Եկավ մի փոքր հանգստացավ, ինչպես ինքն էր նշել, Հայաստանը քրիստոնյա երկիր է, իրեն հետաքրքիր էր, այսինքն ինքը դիտարկում էր Հայաստանը որպես թանգարան եւ փորձեց այդ թանգարանի առանձին նմուշներ տեսնել, իմիջիայլոց ցուցանմուշներին մեկից է մոդենալուց իրեն զգուշացրեցին, որ նկարները թերացել է, այսինքն ցեղասպանությունը, որը հայդարարություն էր, հա, այստեղ մարդը կա ծիծեռնակաբերդ կնա իրեն ասեն գրությունը հեռացել է, որովհետև դու խնդիր ես ստեղծում խաղաղության կարգավորման։ Այ ձեր ասած անդրադառնանք անօտաչու թռչող սարքերին։ Նման արժողությամբ անօտաչու աշխարհում երևի որևէ մեկը չէր կնել երբևէ։ Որովհետև անօտաչու սարքը օրինակ այսօր հնարավոր է $400, $500 Չինաստանից շատ ավելի լավ, ավելի որակյալ եւ ավելի կարևոր գործողություններ իրականացնող անօտաչու սարքեր ձեռք բերել։ Ոչ թե 11 միլիոնով ֆոտոապարատ, որովհետև իրականում դրանք ոչ թե ռազմական առումով ինչ-որ կարևոր շատ այսպես խիստ կարևոր գործառույթներ իրականացնող ունեցող անօտաչուներ էին, այլ իրենք ընդամենը տեսանկարահանող օտաչուներ էին, որոնք օրինակ զրկված էին հարվածելու հնարավորությունից։ Անունը տրված է հետախուզական, այդ տիպի հետախուզական տրոններ շատ ավելի էժան գներով կարելի է գնել։ Նույն այդ 11 միլիոնով կարելի է ինքան հետախուզական անօտաչուներ բերել, որ ասենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի մի օրական մի 20 հատ կարողանար բաց թողնել։ Դե դրա արդյունավետությունը ոչ, դա ընդամենը դա այն արժեքներին գիններ, որ Վենսը դիկար Հայաստան ու Նիկոլետ նկարվեր։ Այսինքն դա այդ վճարն էր, վճարեցին այդ գումարը, որովհետեւ ինքը կարճ կներեք Նիկոլի համար նկարվել, որ Նիկոլը կարողանար դա վաղը մյուս օր օգտագործել իր PR-ի համար։ Վենսը հստակ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը իրենց այսպես ասած նախընտրելի տեխնացուն է առաջիկա ընտրությունում, այսինքն հերթական աջակցությունը իշխանություններին։ Եթե ես իմ օգտագործված հեռախոսը կարողանամ օրինակ $1000 վաճառեմ, միանշանակ այդ մարդու կենասն կխմեմ, կանորտի կենասն կխմեմ։ Հասկանալի է, չէ՞ որ այդպեսի բան ասի։ Նույն Ամերիկայի համար Նիկոլից ավելի լավ տեխնազով կարող է լինել, որը չունի հայրենիք, որը չունի շահ եւ բացարձակապես պատրաստ է ամեն ինչ վաճառել, ամեն ինչ տալ, միայն թե մնա աթոռի վրա։ Ցանկացած նվաճողի համար ես դրա համար եմ ասում, սա Վենսի ոչ թե այցելություններ, այլ Վենսի արշավանքներ է տարածաշրջան։ Այն նույնը մենք անդրադառնանք, տեսեք այդ ամենախայդարակ պատմությունը, որը փորձում են հիմա մոռացության տալ այդ միջուկային համաձայնագիրը, չէ՞, ու նաև այդտեղից առաջացած ֆինանսական պարտավորությունները։ Տեսեք, եթե Վենսը իսկապես ինքը ուզենար տարածաշրջանում եւ հայ ժողովրդի մոտ ինտեգրվեր եւ կարողանար ամերիկյան շահերը առաջ տանել, ինքը կոնե պիտի փոքր արձագանքեր են թարգմանությունը, որով իրեն օգտագործեցին։
Այսինքն իրեն այնտեղ կանգնեցրեցին որպես խամաճիկ, որպես տիկնիկ եւ իրանից կեղծ խոստումներ տվեցին հայ ժողովրդին։ Այդ 9 միլիարդի մասով։ Երբ իրականում Ամերիկան բացարձակապես ոչինչ էլ չի պատրաստում այստեղ ներդնել, բացարձակապես չի ցանկանում այստեղ որևէ ծախս անել։ Ընդամենը ինքը առաջարկեց, որ 9 միլիարդ դոլար ցես պարկի տակ կմծնենք, ցեզանից այդքան գումար կփոկենք եւ այստեղ մոդուլային ատոմակայանների փորձարկում կանենք։ Ոչ թե կառուցենք, այլ փորձարկում կանենք, որովհետեւ կառուցում են այն ժամանակ, երբ որ արդեն կոնե մի հատ ունեն կառուցած եւ որի արդյունավետությունը գործողի ժամանակ արդեն սպառվում է, այլընտրանք են փնտրում։ Ահա գործողի ժամանակը սպառվում է, որ մենք Հայաստանը դարձնենք հիմա այլ միջուկային լաբորատորիա։ Հա, հասկանում ենք, գործողի ժամանակը լրանում է եւ նորը պետք է, միանշանակ պետք է ու շատ կարեւոր է ունենալը, բայց ինչ ունենանք։ Այ նույն տրամաբանությամբ ժամանակին օտանավեր բերեցին, հա, ռազմական տեխնիկա բերեցին, այդ ինքնաթիռների տեսքով եւ այդ ինքնաթիռները ծառայեցին զուտ Facebook-յան նկարներ ունենալու համար։ Ռազմական գործողություններին չմասնակցեցին։ Էմի այդ նույն տարբերակով սա կփակեն փոխարենը կբերեն ինչ որ մոդուլային, չգիտեմ, չհաջողված, չգործարկված կառույցներ կկառուցեն մի երկու տեղել մի փոքր ավերածություններ կտա, հետո կասեն որ ոչ, այ Հայաստանը երկրաշարժային կոդի եւ այստեղ չի կարելի ատոմակայան ունենալ, խելոք նստեք, առավել եւս որ հիմա դուք Ադրբեջանի հետ պետք է ունենաք նույն էլեկտրոռեսուրսների համակարգը։ Հասկանում եք, սա հերթական անգամ ցույց տվեց նախ մեր իշխանությունների պարզամտությունն եւ ատոռապաշտությունը եւ երկրորդ ամերիկյան քաղաքականության անտարբերությունը Հայաստանի նկատմամբ։ Իսկ համեմատենք օրինակ օրակարգերը, այնտեղ էլ արդեն այս ավարտվել է, հրապարակվել է թե ինչ են քննարկվել, եթե համեմատենք թե ինչ քննարկվեց Հայաստանում եւ Ադրբեջանում։ Ադրբեջանը ունեցավ հստակ ձեռքբերում։ Ադրբեջանը փոխօգնության եւ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքեց, որը իրականում շատ կարևոր է, եթե Հայաստանի հետ է կնքվեր նման մի պայմանագիր, մենք կարող ենք արձանագրել, որ հա, Վենսի այցելությունը մի փոքր ավել վճարելն էլ որոշակի իր կարևորությունը ունեցավ, որովհետև մենք ձեռք բերեցինք զինատեսակներ անվտանգության որոշակի երաշխիքներ։ Իսկ տվյալ դեպքում իրենք ինչ արեցին, մեր թշնամուն տվեցին զենք, մեզ էլ տվեցին ֆոտոապարատ։ Ասեն, այ որ վաղը միսօր այդ զենքը գործարկվեց ձեր դեմ, դուք սրանով կնկարեք, կուղարկեք մեր WhatsApp-ներին կամ Telegram-ներին, մենք կնայենք, հետևություններ կանենք։ Այսինքն փաստացի սա է։ Ինչ է նշանակում տարածաշրջանում կազմի պետությանը զենք տաս, մյուսին ֆոտոապարատ։ Անցնում շատ թանկ գնով։ Սա նույնիսկ եմ կրկնում Վենսի արշավանքները ցույց տվեց հերթական անգամ մեկ բան։ Ամերիկյան իշխանությունների անտարբերությունը Հայաստանի նկատմամբ եւ հայկական իշխանությունների անպատասխանատու մորթիապաշտությունը Հայաստանի նկատմամբ։ Պարոն Պողոսյան, խոսենք նաև երկաթուղիների հետ կապված այս քննարկումից։ Նիկոլ Փաշինյանը այսպես առաջարկում էր, հա, Ռուսաստանին, որ վաճառի այդ իրավունքը, հա, գնման, քանի որ ասում է շատ երկրներ այս պատճառով մեզ հետ չեն ցանկանում համագործակցել։ Ասում էր ավելի լավ է մենք անկախանանք ու Ռուսաստանը համ մեզ համար, համ իրենց համար բարեկամ երկրի վաճառի երկաթուղիները։ Հետաքրքիր է բարեկամ երկիրն ով է Թուրքիան։ Ստանում եմ արդեն պարզ է ինչի մասին է խոսքը։ Գուցե Իրանին նկատի ունի կամ այլ։ Դուք այսինքն եթե աշխարհում կան պետություններ, որոնք Հայաստանի հետ չեն համագործակցում, որովհետև ռուսական ընկերությունն է այստեղ կառավարիչը, այդ երկրները կհամագործակցեն, եթե Իրանը տարա, միանշանակ պարզ է, չէ՞ որ այստեղ խնդիրը Թուրքիային տալն է։ Ինչպես օրինակ հեծը արգրավեց, որպեսզի նվիրաբերվի Ադրբեջանը, չէ՞ դրա մասին արդեն ասում է, այդ միասնական էլեկտրոհամակարգը ինչ է։ Այսինքն այդ էլեկտրացանցերը ինքը պետք է տա Ադրբեջանին, պետք է նվիրի, նույնիսկ պետք է վաճառի, պետք է նվիրի։ Եվ եթե այն դեպքում կար Սամվել Կարապետյան, որը անհադեր պետություն չէր եւ ինքը շատ արագ ձերբակալեց, այս դեպքում հասկանալի է, որ ինքը չկա այն անհադը, որին ինքը ձերբակալի եւ որից ինքը խլի եւ ինքը նաեւ շատ լավ հասկանում է, որ դա կարող է բերել լուրջ հետևանքներ, բայց
Միևնույն է, Փաշինյանը կարծում եմ դրա առաջ չի կանգնի, ինքը այդտեղ էլ երկար բարակ չի մտածի եւ այո, ես դեռևս անցած տարվանից եմ կանխատեսել, որ շատ շուտով մենք կտեսնենք տուշոնկաշոուներ արդեն երկաթգծի կայարաններում, իրենց կառավարման մարմիններում Ով կլինի թիրախում։ Չեմ կարող ասել։ Բնականաբար պիտի փորձի առաջերտին պեկով այնտեղ ինչ-որ բան սարքի, ինչ-որ պիտի ելնի ցույց տա, որ այդ տեսեք, այս կան հարգեր, այս կան տուրքեր, սխալ գործարքներ եւ այլն։ Հետո նորից պիտի հիշի իր հերթական սատերից մեկը ինքնիշխանության վերաբերյալ հեքիաթներից, ապա նորից պետք է բոլորին խապի ասի, որ տեսեք, այ եթե երկաթ ուղիները մենք տանք Թուրքիայի երկնքից, արդեն այս անգամ չէ, երկնքից չէ։ Երկաթ գծերով Հայաստան ներդրումներ եւ երջանկություն է մտնելու, այսինքն ինքը իր հերթական սդերով մեզ տանելու է կրգին արկածախնդրության առաջ կանգնեցնել։ Այս մարդը հասկանում եք ինքը ունի հստակ իր շահ, իսկ որն է իր շահը։ Առաջինը խուսափել այն պատասխանատվությունից, որը իրեն հասնում է իր կողմից իրականացված հանցագործությունների համար։ Պատասխանատվության կանչող կա ինքն էլ փախչում է։ Եթե պետություն մնաց, ուզեն չուզեն իրեն պատասխանատվության են կանչում։ Դրա համար է այդ չթողեցեք խոսքս ավարտեմ, ինքը փախչում է այդ պատասխանատվությունից, իսկ որովհետեւ պատասխանատվությունից ազատվի, ինքը պետք է ավիրի Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ։ Եվ երկրորդ այդ ավերածությունների իրականացնելու համար ինքը բնականաբար պետք է համագործակցի եւ աշխատի Թուրքիայի հետ։ Որովհետև իրենից շատ կամ իրենից քիչ, բայց իրեն մոտավորապես նույն չափի Հայաստանի կորձանում ուզում է հենց Թուրքիան։ Այսինքն իրենք Փաշինյան, Նիկոլը եւ Թուրքիան իրենք բնական դաշնակիցներ են։ Եվ քանի մենք չենք կարողացել խափանել իր ծրագրերը, Թուրքիան այստեղ հանգիստ կարողանալու է իրականացնել այն, ինչը ինքը ցանկանում է։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Պողոսյան։ Արգելեստատի դիտողներ, մեր զրուցակիցը Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն էր, շնորհակալ եմ հետևելու համար մեր եթերին, կհանդիպենք։